մենյուից open հրամանի օգնությամբ ստանում ենք կոդը, այստեղ կարող ենք հատուկ հրամանի օգնությամբ ընտրել նիշերի քանակը մինչև 12, բայց ես կթողնեմ 4, կոդը ստանալուց հետո ուղղակի ներմուծում ենք։ Մեծավանի համար 2 դպրոցի աշակերտ Նարեկը դրան հատուկ փական է ստեղծել։ Նորարար այս սարքը ներկայացրել է Digicode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի Լոռու մարզային փուլին։ Ասում է արդեն մտածում է այն շուկա դուրս բերելու ուղղությամբ։ Փականը սա նախնական տիպն է, փայտից է պատրաստված, բայց իրականում պետք է լինել երկաթից ավելի ամուր լինելու համար սերվերները նորից անվտանգ են, ու այսինքն կոտրել ու ինչ-որ ուրիշ ձև բացել չի լինի։ Ընդհանուր իմաստը հետևյալն է, մի քանի սալիկների օգնությամբ սարքը հասկանում է ներմուծված կոդը եւ բացում է փականը, իսկ կոդը ամեն անգամ գեներացվում է նորից Telegram հավելվածի միջոցով։ Digicode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթն արդեն 9-րդ անգամ է անցկացվում։ Այն հնարավորություն է տալիս դպրոցականներին զարգացնելու ալգորիթմական մտածողությունը, խաղ սպառողից դառնալու խաղ ստեղծող։ Ժամանակակից տեխնոլոգիաները պարտադրում են քայլել համաչափ ծրագրի մեկնարկից սկսած եւ կառավարությունը եւ Լոռու մարզպետարանը հանդիսանում են գործընկերներ ծրագրին։ Մենք չափազանց շատ են կարևորում Digicode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցաշարը, քանի որ հենց այս մրցաշարների միջոցով է հնարավորություն դառնում ի հայտ բերել տաղանդաշատ երեխաների։ Այս տարի մենք Digicode-ի գրանցումների առումով աննախադեպ մեծ քանակի հայտեր ենք ստացել, 1300-ից ավել։ Սա վկայում է, որ երեխաները արդեն պատրաստ են եւ շատ ոգևորված են խաղեր խաղալուց բացի, ստեղծել նաեւ իրենց հետաքրքրող թեմաներով խաղեր, իրենց խնդիրները բացահայտող խաղեր եւ ընդհանուր ընկերների հետ այդ ամեն ինչը խաղալու։ Դե սա իհարկե միայն խաղալի մասին չէ, բայց ծրագրավորման տարբեր լեզուներով երեխաները իրենց գիտելիքներն են ցուցադրում, արդեն ունեցած հմտություններն են կիսում մյուսների հետ։ Այս տարի մրցույթի մարզային փուլին մասնակցության 318 հայտ է ներկայացվել, 89 թիմ իրավունք է ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին։ Դպրոցականները ներկայացրել են աղվես, Python եւ կրիայի ծրագրավորման լեզուներով պատրաստված խաղեր։ Նախ առաջինը ամենագլխավոր խնդիրն է տարի հետաքրքիր պրոգրեսիվ լուծվում, դա հետաքրքիր նոր գաղափարներ, ավելի ռևոլյուցիոն ինչ-որ տարբերակներ ստեղծելու ու տարբեր տեսակի զանազան ժանրերի կոնցեպտների նորույթներ, որ ես օրինակ համար չէի կարող պատկերացնել, որ 12 տարեկան երեխան կարա մտածի այդ ուղղությամբ ու ստեղծի ինչ-որ սարսափ ժանրի ինչ-որ համակարգչային խաղ ու դա փորձի արդեն ներկայացնեն, որ դա պրոդուկտ է։ Արմաթ խմբակի Սան Սերգեյ Պապինյանը մեկ ամսում նոր խաղ է ստեղծել, լուծելով տրամաբանական խնդիրները հնարավորություն է ստանում անցնելու հաջորդ փուլ։ Չարագործը գողացել էր երեխաների գրքերն ու երազանքները, կարդացած եւ խելացի մարդը պետք է լուծեր տրամաբանական խնդիրները եւ վերադարձնել բոլոր գրքերն ու երազանքները։ Խաղի նպատակը էր, որ հետաքրքրություն մտցնենք երեխաների մեջ գիժ կարդալ ու տրամաբանական խնդիրներ լուծելու հանդեպ։ Ծրագրավորող եմ դառնալու ու նպաստելու եմ մեր հայրենիքի զարգացմանը։ Մրցույթի մարզային փուլի հաղթողները եւ երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները կմասնակցեն ապրիլի 20-ին կայանալիք Digicode 2024 հանրապետական մրցույթին։ Սերինե Սերոբյան, Թերեզա Հայրապետյան, լուրերի համար։